փորձում են պատրանքների, կեղծիքի, ստի, գայթակղությունների Հայաստան ներարկել, որ ապրենք դրանով, որ մեր թշնամու, որը երբեք չի դադարում թշնամի լինելս, քանզի այդ երկիրը եւ այդ պետությունը, խոսքս Ադրբեջանի մասն է, հավակնում է այս տարածքը ամբողջովին նվաճել, մեզ նվաճել։ Եվ այս երաժշտությունը, մեղեդին ու խոսքերը մեզ միշտ զգոնության, սթափության կոչ են ուղղում։ Հայրենիքի մասն են խոսում, այն հայրենիքի, որը մենք ստացել ենք որպես ժառանգություն մեր հորից, Տեր Աստծուց։ Նոյով սա մեզ որպես ժառանգություն է տրված եւ մենք արժանի լինենք, որ այս ժառանգության վերջին կտորը, որը Հայաստանի Հանրապետություն է կոչում, կարողանանք պաշտպանել, պահպանել։ Կա նաև պատրանքային Հայաստան, որի անունը փաստացի Նիկոլը այստեղ էլ է կեղծում, այսինքն իրական Հայաստան բառը, որով որ մենք ապրում ենք, պայքարում ենք, ծնվում են, մահանում են, զոհվում են, այդ իրական Հայաստանը ինքը անվանումը պատրանքային Հայաստանի մեջ է դնում, որովհետև համատարած կեղծիք սուտ, չէ, սուտ գազամուղներ, սուտ պտուղ բանջարանի վաճառքներ, սուտ խոստումներ, սուտ խաղաղություն, սուտ։ Ես ասել եմ ու կրկնում եմ, քո հայրը Նիկոլ ստության հայրն է, որովհետև քո ամեն մի խոսքը սուտ է, իսկ ստության հայրը Անժելա, սատանան է։ Եվ հետևաբար մենք ամսի 7-ին ընտրություն ենք կատարելու, իրականում եթե մի քիչ ավելի խորքերը գնանք, ճշմարտության եւ ստի կեղծիքի մեջ։ Այն որ Ռուբենը ասում էր, Խորեն Աբրամյանը ասում էր, սա իրականն է, սա ճշմարտությունն է։ Այն ինչ Նիկոլն է ասում, սա կեղծիքն է, սուտն է։ Հիմա ընտրությունը ստի ու ճշմարտության մեջ է, մի քիչ ավելի խորքերով Աստծո ու սատանայի մեջ է ընտրությունը։ Իսկ մեր նախնիկ լավագույն ընտրությունը դեռևս անհիշելի ժամանակներից են կատարել, երբ 2000 տարվա մեր եկեղեցին 1700 տարվա պետական կրոն քրիստոնեությունը աշխարհում ջահակին է դարձել, առաջինը մենք ենք։ Լինելով 5-րդ ժողովուրդը Աստծո խոսքը ստացող, տարածող հրեաներից, հռոմեացիքից, հույներից, ասորիկից հետո մենք 5-րդն ենք եղել։ Աստծո նախախնամությամբ պետական կրոն Հայաստանի Հանրապետության ժամանակ Հայաստան երկիր ընդունեց եւ աշխարհի բոլոր քրիստոնյաներին, բոլոր պետություններին, որոնք հալածվում, խաչվում, սպանվում էին, Հայաստան երկիրը պաշտպան կանգնեց։ Այսօր քրիստոնեությունը աշխարհում ամենատարածված մահմեդականության հետ իհարկե ավելի շատ քրիստոնեությունը տարածված այն արժե համակարգն է, այն ճշմարտությունն է, որում մարդիկ ապրում են, քնում են, արտանում են աղոթքով եւ այսօր նաեւ մեր կռիվը այդ արժեքների պաշտպանության համար է։ Մեզ fake պետություն, fake իրականություն, fake արժեքներ, fake ճշմարտություն պետք չի։ Այդ բոլորը սուտ է։ Ճշմարտությունը այն է, որ մենք ապրում ենք այսօր, ապրում ենք, պայքարում ենք, մաքարում ենք։ Ավելին ասեմ, օրինակ երեք ես այդ հանրավակը որ դիտում էի ֆիզիկապես չկարողացա, որտեղ աշխատանքային ռեժիմ էր մոտս, բայց փորձում էի այդպես զուգահեռ նայել, իմ մոտ միտք առաջացավ, իսկ միգուցե ամսի 8-ին բոլոր ուժերը ընդդիմադիր հանրապետության հրապարակում հենց այս խոսքի, այս մեղեդու տակ իրենց դրոշներով եւ ավելի կայացած գործիչներով, ոչ թե այստեղից այնտեղից հավաքած անհայտ դեմքեր հավաքվեն եւ հանրապետության հրապարակում փաստացի տոնեն մեր ժողովրդի հաղթանակը։ Մեր ժողովուրդը այո հաղթելու է եւ ամսի 8-ին։ Եվ եթե շատ ցանկ այնպես ասում են կարող են աձայնը տա, բա չէ, պետք է բանին տան, թուրքերին տան իրանց ձայնը։ Ավելին ասեմ։ Բայց իհարկե պիտի Սամվել Կարապետյանը իր ձայները տա, Ռոբերտ Քոչարյանին եթե անցնի, Գագիկ Ծառուկյանը պիտի տա։ Բա իհարկե եթե Սամվել Կարապետյանն ասի, պիտի Գագիկ Ծառուկյանը իր ձայները տա, Ռոբերտ Քոչարյանը տա։ Բա իհարկե եթե Ծառուկյանն ասի, դա ինչ մի քննարկելու բան է։ Ասենք մի հատ էլ ինչի՞ց եք անհարմար զգում։ Ինչի՞ց անհարմար եք զգում, որ ասենք կայացած ուժեղ դեմքերը հայերը կարող են միանալ։ Հա, անհարմար են զգում, ասում են, բանը, մենք հələ դեռ չգիտենք, մենք հələ չգիտենք, մենք ենք հաղթում, հա լավ եք անում։ Դրանից պետք չի անհարմար զգալ հաղթում է ժողովուրդը, նախ ժողովրդի ընտրությունը, մնացածը ացանցալ բաներ են։ Եվ հետեւաբար ամսի 8-ին երկու մեծ միջոցառում կարելի անել, առաջին այդ մեծ հավաքն է, եւ քանի որ ամսի 7-ը դա մեր ժողովրդի գոյութենական խնդիրը հարցը մարդիկ ամբողջ օրը զբաղված են ընտրատեղամասերով հարազատների մտերիմներին, եթերներ եւ այլն,
Ես առաջարկում եմ ամսի 8-ին նաև տոնել մեր Սուրբ Էջմիածնի տոնը, որը 7-ին այդեպ։ Ամսի 8-ին այն ժողովուրդը, որ հավաքվելու է այդտեղ, կազմակերպելու են, նաև տոնեն, միգուցե նաև կազմակերպեն մեծ ուխտիեղ դեպի Էջմիածին, սա զուտ կազմակերպչական խնդիր է, բայց սա ինքնին հիշվող ալնելու մեր ժողովրդի պատմության մեջ եւ ի խոնարհումն նաև մեր եկեղեցու վերջին հաշվով իմ գնահատմամբ ամսի 7-ի ընտրությունը նույն Սարդարաբադի ճակատամարտի ընտրությունն ալնելու եւ մենք հաղթական ենք դուրս գալու եւ ի խոնարհումն այն ժամանակ Սարդարաբադի իրական կազմակերպչի եւ ոգեշնչողի Գևորգ 5-րդ կաթողիկոսի այս անգամ եւս մեր խոնարհումը մեր հոգեվորականներին, մեր կաթողիկոսներին, ինչու՞ չէ, նաև նշելու երկիր մոլորակի մեջ առաջին պետական կրոն դարձած մեր եկեղեցուն եւ մեր հավատքին։ Կարծում եմ, այս առաջարկը թողանդիմությունը քննարկի։ Շատ լավ։ Հիմա մի քանի թեմաներ կա, փորձենք դրա մասին ինձ քիչ առաջ ուղարկեցին, կարծում եմ շատ կարևոր է, ուղղակի ընթերցեմ։ Եկեք հասկանանք, թե իրականում ինչ է արել նաև Նիկոլը իր ողջ պաշտոնավարման ընթացքում, բացի Արցախը հանձնելուց։ Դե սա արձանագրում ենք, որ այս մարդը տապալեց, կործանեց, հանձնեց, ցեղասպանության եզրին կանգնեցրեց Արցախահայության եւ տեղահանեց։ Նա ծառեր է կտրել, նա աղբ է այրել։ Հիշում եք թույնը, անցած տարվա, նախանցած տարվա ամբողջ քաղաքը թույնի տակ, որտեղ աղբը այդպես այրել էր։ Նա 20 անգամ բարձրացրել է կայանատեղի գները։ Լավ եք լսում, 20 անգամ բարձրացրել է կայանատեղիների գները։ Ամբողջ քաղաքը անընդհատ խցանումների մեջ է նրա անմտածված միակողմանի երթևեկության ներդրման հետևանքով։ Նա 100 անգամ բարձրացրել է սրճարանների եւ ռեստորանների վարձավճարները։ Ցանկացած բիզնես անընդհատ ստիպված է լինում գնել եւ մշակել $100-ից $500 արժողությամբ փաստաթղթեր, ճիշտ է ասում, ինձ անվերջ զանգում են եւ ասում են, որ անընդհատ ճնշում են եւ անընդհատ բարձրացնում են։ Նա QR կոդեր է ներդրել հնարավոր եւ անհնար ամեն ինչի համար։ Նա չափազանց դժվարացրել է բիզնեսի գործունեությունը։ Նա բարձրացրել է բոլոր հարկերը։ Նա չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին, ինչպես Կարապետյանի եւ ոչ միայն այլոց դեպքում։ Նա չի ենթարկվում մեր դատարանների որոշումներին։ Այսինքն իրավական համակարգը ոչնչացրել եւ կործանել է։ Նա սպառնում է դատավորներին, սա փաստ է արձանագրված եւ կա եւ ինքը դրանից իդեպ չի էլ հրաժարվում։ Նրա գործողությունների արդյունքում ռեստորանների գները դարձել են Մոնտե Կարլոյի նման, ի տարբերություն աշխատավարձերի։ Աշխատելու եւ երկիրը զարգացնելու փոխարեն նա փոխում է հայկական անձնագրերի գույնը եւ պատից հեռացնում Արարատ լեռան նկարը։ Իմիջիայլոց ես ասեմ, սա այն շրանքներ են, ինչ որ ներկայացրեցինք, թե ինչ է արել, ոնց է կործանել։ Հիմա գանք գյուղատնտեսությանը, գյուղմթերքին, ես ասացի, որ ինքը ընդամենը ունի քանի օր գյուղացիներին մոլորեցնելու, պարոն Նահապետյան, հիմա հայտարարում է, որ ես բան կանեմ, փոխհատուցումներ կտամ, չգիտեմ ինչ կտամ։ Տեսեք, իմիջիայլոց ասում է, ինձ ինչ հուշեցին, որ տալու է ելակի համար, լոլիկի համար, պղպեղի համար եւ ծաղիկների համար ուշադրություն։ Ուրեմն պարզվում է, պարոն Նահապետյան, որ ելակ, լոլիկ եւ պղպեղ այս ամենի հիմնական 90%-անոց ասում են չափաբաժինը, ուրեմն բերում են Թուրքիայից, այլ պիտակներ էին փակցնում եւ ուղարկում էին Ռուսաստան։ Դուք ոնց եք կարծում, որ այս բիզնեսի մեջ բնակավստահաբար այստեղ մեծահարուստ խոշոր գործարարներն են, չէ՞, սրանով զբաղվում։ Դուք ոնց եք պատկերացնում, որ Հայաստանում մի միլիոնատեր, միլիարդեր դառնա, այս բիզնեսի մեջ լինի եւ Նիկոլը կամ իր թիմակիցները մաս դուք պատկերացնում եք։ Եվ ինչ է հայտարարել ինքը հայտարարել է, որ փոխհատուցում ա տալու։ Այսինքն հերթական բարձր բյուջեները տանելու է իր գրպանը դնի։ Հիմա հարց եմ տալի, եւ նաեւ ծաղիկի, եւ ծաղիկը ոչ, ծաղիկի մեծ մասը այստեղ է, մեզ մոտ է, եւ դրանով զբաղվում է իր սիրելի սրտի օլիգարխը, հարց։ Նիկոլի սրտի օլիգարխը կարող է այս բիզնեսով զբաղվել եւ ահռելի միլիոններ, միլիարդներ աշխատել առանց Նիկոլի։ Ինչու է տալու փոխհատուցում, որտեւ Նիկոլը այնտեղից գնալու է, վերցնելու է բան, վերցնելու է մի հատ պարտկա վերցնելու, մեր գլխին, բոլորից գլխին բերելու է դնի որտեղ իր գրպանը։ Հիմա հարց եմ տալի, իմիջիայլոց սա արդեն բանը, ոնց որ ռուսները աչքերը բացում են եւ ասում են վերջ, բացահայտվել է, որ սա ձերը չի, ուրեմն սա բացահայտվել է։ Հարց, ինչի Ծիրանի հետ կապված, կերասի հետ կապված, բալի հետ կապված, ինչի չի անում։
հա, սա կոնկրետ, որտեղ ովքեր են մշակում, հայ գյուղացիները, սիրելի գյուղացիներ, ինչի ձեր համար այսպեսի փոխհատուցում չի ծրագրում։ Հա, ինչի, հարց, որտեղ սա իր օլիգարխներինն է, ինքը այստեղ միլիոնները գնալի է պարտ կբերի, տանի դնի իր գրպանը, բայ որ կոնկրետ Ծիրանը մշակում են, չէ, գյուղացիներն են մշակում, բայ ինչի հարց եմ տալիս, ինչի ձեր մասին չի մտածում։ Այսինքն դուք կանգնելու եք խոշոր աղետի առջև, կանգնելու եք, այս բլեֆը ինքը անում է, որ մարդկանց այն ովքեր որ մտածելու ընդունակություն չունեն, կամ մի բան կլսեն եւ չեն շարունակի խորանալ սրա մեջ, կասեն դե ինչ եք ուզում Նիկոլից, փոխհատուցում ա տալու։ Իհարկե չեն խորանա, այդ փոխհատուցման գումարը որտեղից ա բերելու, ում ա տալու, հայ գյուղացուն ա հասնում, թե գյուղացուն չի հասնում, հայ մթերողին ա հասնում, թե չէ, ոչ։ Այդտեղ բան չկա, ուրեմն այստեղ հերթական խապկանքն է եւ մենք լսում ենք հիմա պարոն Հապետյանը կներկայացնի, թե Ռուսաստանից ինչպիսի հայտարարություններ են շարունակում լսել եւ հնչել եւ ինչպես են իրենք շարունակում դիմել հայ ժողովրդին։